Ողջույն, ես Աշխենն եմ Խաչատրյան, արդեն 12 տարի է ապրում և աշխատում եմ Հնդկաստանի Չեննայի քաղաքում։ Եթե առաջին անգամ պլանավորում եք Հնդկաստան գալ, ապա այս տեսանյութը հենց ձեզ համար է, դիտեք մինչև վերջ, այն ձեզ շատ կօգնի։ Իհարկե, ավիատոմսերի ամրագրումից հետո հաջորդ քայլը, որ դուք պետք է անեք, դա վիզայի համար դիմելն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են վիզայի համար դիմել ինչպես օնլայն, այնպես էլ կարող եք մոտենալ Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպանություն և տեղում լրացնեք հայտը։ Օնլայն դիմելու հղումը վիզայի համար ես անպայման կթողնեմ մեկնաբանության բաժնում, իսկ հիմա եկեք հասկանանք, թե ինչ փաստաթղթեր են ձեզ անհրաժեշտ վիզային առհասարակ դիմելու համար։ Եվ այսպես, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալն է։ Ձեզ մոտ անպայման ունեցեք նաև դրանց կրկնօրինակները։ Առաջինը դա հոսթելի կամ հոթելի ամրագրումն է։ Բանկային հաշվեհամարի քաղվածքը։ Եթե գալիս եք Հնդկաստան հրավերով, անպայման ունեցեք հրավիրող անձի կամ հրավիրող կազմակերպության տվյալները։ Ունեցեք իհարկե ամրագրված ավիատոմսեր, հետադարձով անպայման, և ամենակարևորը ունեցեք ձեզ մոտ վավեր անձնագիր, այսինքն վավերականության ժամկետը անձնագրի պետք է ամենակիչը լինի 6 ամիս։ Ավիատոմսերն արդեն ամրագրել եք, վիզայի համար դիմել եք, հաջորդ քայլը որն է։ Իհարկե, Հնդկաստանի մասին տեղեկատվության հավաքագրումը։ Հնդկաստանը մեծ և բազմազան երկիր է։ Այստեղ նահանգից նահանգ ամեն ինչ տարբեր է։ Կլիմայական պայմանները, լեզուն, խոհանոցը և այլն։ Շատ կարևոր է իմանալ, թե դուք որ նահանգ եք պլանավորում այցելել և այդ պահին ինչպիսի կլիմայական պայմաններ են այնտեղ։ Օրինակ, պետք է հիշել, որ Հնդկաստանում ամառվա ամիսներ են համարվում մարտից հունիս ընկած ժամանակահատվածը։ Այդ ժամանակահատվածում շատ շոգ է։ Ես խորհուրդ չէի տա, որպեսզի դուք պլանավորեք ձեր հանգիստը այդ ժամանակահատվածում։ Շատ դժվար կլինի։ Հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը համարվում է մուսոնային սեզոն Հնդկաստանում։ Կարևոր է իմանալ, որ երբեմն օրվա ընթացքում եղանակը կարող է փոխվել և սկսվել հորդառատ անձրև։ Այո, ինչպես հնդկական ֆիլմերում է, և ձեզ մոտ պետք է անպայման ունենաք անձրևանոց։ Նաև պետք է հիշեք, որ եթե պլանավորում եք այցելել Հնդկաստան, օրինակ նոյեմբերից հունվար, փետրվար ընկած ժամանակահատվածը, ապա պետք է հիշեք, որ հյուսիսում այդ ժամանակ ավելի սառն է լինելու, քան օրինակ հարավում։ Հարավում դեկտեմբերին ջերմաստիճանը տատանվում է +30-ից 33-ի սահմաններում, իսկ գիշերը լինում է 20-ից 22 աստիճան։ Շատ կարևոր է իմանալ, որ Հնդկաստան այցելելու ժամանակ ձեզ մոտ ունենաք անպայման բամբակյա հագուստ։ Գրեթե բոլոր հագուստները պետք է լինեն բամբակյա, քանի որ այստեղ շատ շոգ է։ Եվ ես խորհուրդ չէի տա, որ դուք ձեզ հետ վերցնեիք շատ հագուստ, քանի որ Հնդկաստանը այն երկիրն է, որտեղ դուք կարող եք ձեռք բերել բարձր որակի բամբակյա, շատ գեղեցիկ և մատչելի հագուստ։ Ես վստահ եմ, անպայման ձեր հետադարձի ճամփուկը շատ ծանր է լինելու։ Շատ կարևոր է նաև իմանալ այն փաստը, որ Հնդկաստանում տաճարներ, առհասարակ կրոնական վայրեր այցելելիս պետք է պատրաստ լինեք ձեր կոշիկները հանելուն և ձեր մոտ անպայման ունեցեք գուլպաներ։ Իհարկե, Հնդկաստանը շատ մեծ, հարուստ, բազմազան երկիր է, հարուստ մշակույթով և ավանդույթներով։ Հնդկաստան այցելելուց առաջ շատ կարևոր է նաև մի փոքր ուսումնասիրել հնդկական ավանդույթները։ Օրինակ, կարևոր է իմանալ, որ Հնդկաստանում ողջույնի հիմնական ձևը նամաստեն է։ Այսպես ձեռքի ափերը մոտեցնում ենք իրար, նամաստե։ Իհարկե, նաև բիզնես հանդիպումների ժամանակ շատ տարածված է ձեռքսեղմումը, բայց առհասարակ հիմնականում մարդիկ խուսափում են և այսպես են ողջունում, նամաստե։ Շատ կարևոր է իմանալ նաև, որ կրոնական վայրեր այցելելիս ձեր հագուստը պետք է լինի համեստ և փակ, ուսերը և ոտքերը պետք է լինեն փակ։ Ձեռքով սնվելը Հնդկաստանում նորմալ է, դա ավանդույթի մի մասն է, և մարդիկ այստեղ սնվում են հիմնականում աջ ձեռքով և ասում են, որ այն սնունդը դարձնում է ավելի համեղ, այսինքն երբ որ ձեռքով ես ուտում, այն ավելի համեղ է։ Տուրիստական վայրերում, շուկաներում կամ տուկտուկներից օգտվելու ժամանակ մի վճարեք առաջին ասված գինը։
անպայման բանակցեք եւ ամենակիչը ասված գինը բաժանեք 3-ի։ Հնդկաստանը, ինչպես արդեն ասացի, շատ մեծ եւ բազմազան երկիր է եւ շատ կարեւոր է, որ մեծ ուշադրություն դարձնեք ձեր առողջությանն ու ձեր անվտանգությանը այստեղ։ Հնդկաստան այցելելուց առաջ անպայման ձեզ հետ վերցրեք այն հիմնական դեղամիջոցները, որոնք որ դուք օգտագործում եք, օրինակ ջերմության, գլխացավի, փորլուծության, ալերգիայի դեպքում եւ անպայման ձեզ հետ ունեցեք այն դեղամիջոցները, որոնք որ դուք հիմնականում օգտագործում եք։ Ձեզ հետ անպայման վերցրեք արևապաշտպան քսուկներ եւ միջատների դեմ պաշտպանիչ միջոցներ, քանի որ այստեղ շատ տարածված են մոծակները։ Նաև հիշեք, որ Հնդկաստանում չպետք է խմեք ծորակի ջուրը, անպայման օգտվեք շշալցված շշերից։ Մի սնվեք դրսում, դա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։ Եվ ամենակարևորը հիշեք, որ Հնդկաստանում պետք է հագուստը լինի ավելի համեստ, ավելի թակ եւ գիշերային ժամերին խուսափեք դրսում մնալուց։ Եթե դուք արդեն եղել եք Հնդկաստանում, մեկնաբանությունում կարող եք թողնել ձեր ճամփորդության մասին մի փոքր կարծիք եւ եթե նոր եք պատրաստվում մեկնել Հնդկաստան, ունեք հետաքրքրող հարցեր, այսքանը ձեզ համար բավական ինֆորմացիա չէ, կարող եք հանգիստ գրել, սիրով կպատասխանեմ։